Ապրիլի 22-ին Վալմար արտ պատկերասրահում բացվեց Վոլոդյա Մարգարյանի Վալմարի իսպանական տպավորություններ խորագիրը կրող ցուցահանդեսը, նվիրված նկարչի 65-ամյակին։ Ցուցահանդեսում ներկայացված է 22 գեղանկար։ Արվեստագետը որոշել է հանդիսատեսի հետ կիսել Իսպանիա կատարած շրջագայությունից ստացած իր տպավորությունները։ Նկարներում հիմնականում ցլամարտի տեսարաններն են։ Ամեն երկրում լինելով փորձում եմ հասկանալ տվյալ երկրի ժողովրդի հատուկ ինչն է իրենց ավելի հոգեհարազատ մոտ կամ հենց իրենց համարվող Վենետիկ արտասանումներն Իսպանիա ցլամարտ Армянский темперамент описывает темперамент. Շատ հետաքրքիր հայացք է, հայկական խառնվածքը նկարագրում է իսպանական խառնվածքը, շատ էքսպրեսիվ է եւ դինամիկ։ Երևանում փոքր ինչ ցուրտ է այս օրերին, բայց պարզվում է կարելի է գեղանկարչության միջոցով հայտնվել ավելի բարձր ջերմաստիճաններում։ Թվում է նկարները նման են միմյանց, բայց այս շարք է, որը կարելի է դիտել իբրև զարգացում։ Ինձ թվաց նույնիսկ, որ լսում եմ ցլամարտի ձայները։ Յուրաքանչյուր լավ նկարիչ օգնում է, որ մենք աշխարհը հայտնաբերենք նորից։ Իր գիծը, իր տեսողությունը, իր գույնը եւ հանկարծ մենք հասկանում ենք, որ այս իրականությունը մենք չգիտեինք։ Ինքը մեզ ցույց տվեց։ Վալմարը մեր արվեստական իրականության մեջ ինքնուրույն ստորագրություն է։ Այն Իսպանիան, որը ես գիտեի, հիմա ինձ համար դարձավ Վալմարի Իսպանիան։ Վալմարն ունեցել է ավելի քան 40 անհատական եւ 120 խմբային ցուցահանդես աշխարհի տարբեր ծայրերում։ Հայ ժամանակակից գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Վոլոդյա Մարգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով եւ Գրիգոր Նարեկացի հուշամեդալով։ Նկարչի հաջորդ ճանապարհորդությունը կլինի դեպի Բրազիլիա եւ Արգենտինա։ Շրջագայության արդյունքները նա խոստանում է ներկայացնել 1 տարուց հերթական ցուցահանդեսին։ Մարիա Հովսեփյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։